Սիրելի հեռուստադիտողներ, «Գոյամարտ» հեռուստասերիալի իրադարձությունները հասել են այնպիսի խաչմերուկի, որտեղ ամեն մի կայացված որոշում և բացահայտված գաղտնիք անդառնալիորեն փոխելու է մեր հերոսների կյանքը։ Այսօրվա դրվագը լի էր և արժանապատվության լուռ դրսևորումներով և ցնցող անակնկալներով, որոնց մասին մենք հիմա մանրամասն կխոսենք ու կկատարենք մեր կանխատեսումները։ Սկսենք մակունցների առանձնատնից, որտեղ վերջնականապես խզվեց Գրիշոյի և Մանանի կապը։ Երբ Մանանը գալիս է իր իրերը հավաքելու, Գրիշոն վերջին հուսահատ փորձն է անում և առաջարկում է մնալ ու հաշտվել։ Սակայն Մանանի դիրքորոշումն աներեր է։ Նա հստակ ասում է, որ չի ցանկանում ապրել այդ տանը նրա ծնողների հետ։ Գրիշոն լսելով այս մերժումը պարզապես դուրս է գալիս ննջասենյակից, հասկանալով, որ վերջնականապես կորցրեց Մանանին։ Քիչ անց, երբ Մանանն իջնում է հյուրասենյակ, նա հայտարարում է, որ իրեն ոչինչ պետք չէ նրանցից ու հեռանում է, իսկ Գրիշոն նույնիսկ չի փորձում նրան կանգնեցնել։ Սակայն ամենացինիկ տեսարանը սպասվում էր դարպասների մոտ։ Այնտեղ Մանանին դիմավորում է Հունանը, ով իրեն հատուկ սարկազմով ասում է, թե իբր ցավում է, որ իր որդին արժանվույն կերպով չգնահատեց նրան։ Մանանը չկորցնելով իր արժանապատվությունը պատասխանում է կարճ, բայց շատ ազդեցիկ։ Նա հայտարարում է, որ նրանք բոլորը դեռ պատասխան են տալու այս ամենի համար։ Սա արդեն ոչ թե նեղացած աղջկա, այլ վրեժխնդիր լինելու պատրաստ մարդու խոսք է։ Եվ այս պատերազմի առաջին քայլերից մեկը մենք տեսնում ենք անմիջապես, երբ Մանանը վերադառնում է հայրական տուն։ Գրիշոն որոշում է նրա հավաքած ճամպրուկը տաքսիով ուղարկել նրա հետևից։ Այստեղ խոսում է Սարգսյանների իսկական հպարտությունը։ Դավիթ պապիկը, տեսնելով այդ իրերը, խիստ պահանջում է Մանանից հենց հիմա տաքսի կանչել և այդ ամենը հետ ուղարկել, քանի որ դրանք գնվել են մակունցների փողերով։ Մանանն անմիջապես համաձայնում է, վերջնականապես կտրելով բոլոր նյութական կապերն այդ ընտանիքի հետ։ Իսկ ինչ է անում Գրիշոն, քանի դեռ Մանանը տանջվում է բաժանումից։ Նա կրկին հանդիպում է իր սիրուհուն։ Այդ աղջիկն էլ ասում է Գրիշոյին, որ նա պետք է մոռանա Մանանին և որ ինքն ամեն ինչ կանի դրա համար։ Մեր վերլուծությունը հուշում է, որ այս մանիպուլյացիաները ժամանակավոր ազդեցություն են ունենալու և Գրիշոն դեռ շատ է զղջալու իր կատարած սխալների համար։ Սակայն սերիալի իսկական և ամենամեծ ռումբը պայթում է բոլորովին այլ տեղում։ Ավոն անսպասելի հեռախոսազանգ է ստանում, որը շուռ է տալիս նրա ողջ աշխարհը։ Նրան հայտնում են, որ Ռաֆոյի որդին հիմա Հայաստանում է և նույնիսկ ասում են նրա անուն-ազգանունը։ Ավոն անմիջապես գնում է իր իմացած հասցեով։ Խոսում է այդ տղային որդեգրած կնոջ հետ, փորձելով հասկանալ, թե իրականում ինչ է կատարվել 20 տարի առաջ։ Եվ հենց այս ամենահուզիչ ու որոշիչ պահին դուռը բացվում է և ներս է մտնում այդ տղան, նրա եղբոր որդին։ Ու պարզվում է այն, ինչ մենք բոլորս ի սկզբանե գիտեինք և ինչի մասին գիտեր միայն մեկ մարդ՝ Օլգան։ Այդ տղան Վովան է։ Ավոն կորցնում է խոսելու ունակությունն ու զարմանքից ուղղակի ապշում է։ Այստեղ առաջանում է ամենալարված իրավիճակը։ Ինչպես են հիմա Օլգան ու Ավոն Վովային բացատրելու, թե ինչի մասին էին իրենք խոսում։ Մեր կանխատեսումն այն է, որ Օլգան, լինելով խուճապի մեջ, կփորձի ինչ-որ անհեթեթ սուտ հորինել, իբր Ավոն պարզապես իր հին ծանոթն է կամ հարևանը։ Բայց Վովան բավականին խելացի է և Ավոյի քարացած հայացքը հաստատ նրա մոտ լուրջ կասկածներ կառաջացնի։ Հարգելի հետևորդներ, ինչ եք կարծում։ Արդյոք Ավոն իր մեջ ուժ կգտնի հենց այդ պահին գրկելու իր եղբորորդուն և բացելու ողջ ճշմարտությունը։ Թե Օլգային կհաջողվի ժամանակավորապես կոծկել իրավիճակը։ Անպայման գրեք ձեր վարկածներն ու կանխատեսումները մեկնաբանություններում։ Մենք անհամբեր սպասում ենք ձեր յուրաքանչյուր կարծիքին։ Շնորհակալություն դիտելու համար։